Սիրելի Աստծո ժողովուրդ, գիտեք, եկեղեցին տարիներ շարունակ ծառայություն է իրականացնում ամենատարբեր բնակավարներում եւ գիտեք, մենք երբեմն ուղղակի հայտարարությունների մեջ լսում ենք վերականգնողական կենտրոն, ծառայություն, աղոթք եւ այլն, բայց այնքան հրաշալի է, երբ որ ինչ որ մի պահ կարող ես քո սեփական աչքերով տեսնել եկեղեցու ծառայության այդ պտուղները, որ Աստված տեսնում է ու փառավորվում է ու Տիրոջ սիրտը ուրախանում է։ Գիտեք, որովհետև ես ուզում եմ ձեզ մի բան ասել, վերականգնողական ծառայությունը մեր եկեղեցու, ես նմանացնում եմ, գիտեք, որ ծառայությունը բարի սամարացու ծառայության է։ Հիշում եք, չէ՞ այդ պատմությունը Հիսուսն էլ պատմեց։ Մի բարի սամարացի անցավ եւ տեսավ, որ ընկած է մեկը խոցոտված, վերքերով, ծեծված, այո, ու գիտես անտարբեր չանցավ։ Ոմանք անտարբեր անցան։ Ոմանց այդ ուղղակի ճանապարհին ընկած մարդը, որ վերքերով էր, ոչ մեկին պետք չէր, բայց բարի սամարացին անտարբեր չանցավ։ Նա վերցրեց, խնամեց, վերքերը փաթաթեց, տարավ Իջևանատուն, որտեղ նույնպես նրան խնամ կարեցին։ Ու այս կենտրոնը իր ծառայությամբ հենց այդ բարի սամարացու ծառայությունը ոնց որ լինի, որովհետև գիտեք, հաճախ մեր հիմա շատ թանկ եղբայրները, որ մի ժամանակ սատանայի կողմից հարստահարված էին, գիտեք, նման էին հենց այդ մարդուն։ Շատերին պետք չէին, շատերը արդեն խաչ էին քաշել նրանց վրա, շատերը ասել են նրանցից էլ մարդ դուրս չի գա, նրանք կործանված են, բայց գիտեք, կա Աստված, ով որ խաչ չի քաշում մարդու վրա։ Փառք Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Ես ուզում եմ ասել, որ մեր Սեթրակյան Արտուրի գնալուց հետո ուրեմն վերականգնողական կենտրոնի պատասխանատվությունը վերցրեց մեր Վալեր եղբայրը, Վալեր ջան, շատ շնորհակալ ենք, որ դու քո ուսերի վրա վերցրեցիր ու քո օգնականների հետ միասին առաջ ես տանում ես գործը։ Մեր Արտուրը, որ անմիջապես Վալերին օգնում է եւ ելի օգնականներ, որ իրանք կներկայացնեն, բայց ասեմ նաեւ, որ մենք վերականգնողական կենտրոնի այս ծառայությունների վրա ունենք նաեւ հոգեվոր պատասխանատու, հոգեվոր հովիվ մեր տարածքային հովիվներից Խաչիկ Հակոբյանը, որը շատ մեծ գործ է անում նույնպես իր ծառայողական թիմով։ Խաչիկ ջան, ես ուզում եմ խոսքը փոխանցել քեզ, քո սրտից կիսվես։ Փառք Տիրոջը, Հովիվ Արմեն ջան, փառք Աստծուն, շնորհակալություն Աստծուն, շնորհակալություն եկեղեցուն, որ մենք շատ անգամ չգիտենք մեր ընծաները, մեր զոհերը ոնց է լինում, բայց մարդկանց կյանքեր է փոխվում։ Մենք ունենք տղամարդկանց, նույնպես կանանց ունենք, սիրելիներս, ասեմ ձեզ, երբ որ որոշում են կայացնում, նվիրեն իրանց Հիսուսին, Տերը ազատագրում է, բժշկում է ու կյանքեր է փոխում։ Ասեմ կա թիմ, որը իրականում համբարձացել է այս եկեղեցի ծառայության մեջ, համ իրանց նվիրել են այս ծառայությանը, Վալերը, Արտուրը, կան եղբայրներ, Սմվատը, Դավիթը, գիտես, նվիրել են իրանց այս ծառայությունը շատ ուժեղ գնում առաջ։ Գիտես, եկեղեցին կերակրում է, նվիրյալ մարդիկ բարձանում են Աստծուն ու մարդկանց կյանքեր է փոխվում։ Այսօր կլսենք վկայություններ, կյանքերի փոխված ու ամբողջ փառքը Տիրոջը։ Ես կտամ փոխանցեմ։ Ամեն, փառք Հիսուսին, սիրելիներս։ Ես մի փոքր կարճ վկայություն կտամ, սիրելի Աստծո ժողովուրդ, վկայություն նրա մասին ես առիթ ունեցել եմ, պատիվ ունեցել եմ պատմելու, թե Տերը ինչերից է ինձ ազատել, բայց մի խոսք, որ կա Աստվածաշնչում, որ խոսում է նրա մասին եւ ասում է Հովհաննես Ավետարանիչը, որ ձեր մեջին ավելի զորավոր է, քան նա, որ այս աշխարհինն է։ Ես ուզում եմ ուղիղ վկայություն տամ այս խոսքի հետ կապված։ Գիտեք, երբեմն հակառակություն ես սխալ կյանքի մեջ եւ այլն, եւ երբ որ ես մտնում էի տուն, տեսնում էի աղոթում էին, գնում էի ինադու նարկոտիկ էի օգտագործում, գալիս էի ու ուզում էի իրանց փաստով ապացուցեի, որ դուք իզուր եք աղոթում։ Ու իրականում կատարվեց այն խոսքը, որ Աստծո խոսքն ասում է։ Նրանց մեջին ավելի զորավոր էր, քան թե նա, որ աշխարհինն էր, որովհետև ես ուզեցա ապացուցեմ, բայց Աստված հակառակը ապացուցեց, եւ իմ կյանքը փոխվեց, եւ հավատում եմ, այդ ամեն ինչը փոխվեց նրանց հավատարիմ աղոթքների կանգնելու պատճառով, սիրելիներս։ Եվ մի խոսք, որ կուզեմ կարդամ Աստծո խոսքից, Մատթեոս 10:31 խոսքը, արդ ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Եվ մենք այսօր բարձրացել ենք վկայելու եւ պատմելու, սիրելիներս, որ կա հույս եւ այդ հույսը միայն Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ է։ Տերը օրհնի, փառք Հիսուսին, սիրելիներս։ Ինքը կիսվում է հիմա մեկը
ով որ ծառայում է այդ կենտրոններում եւ պատասխանատու մեր Վալերի առաջին օգնականն է եւ իրականում հրաշալի գործ են անում մյուս եղբայրների կյանքում եւ հիմա մենք խոսքը կփոխանցենք եւս մի քանի մեր շատ լավ եղբայրներին, որ կիսվեն իրենց կյանքի վկայությամբ։ Խնդրեմ Գևորգ։ Բարը ձեզ, անունս Գևոր է, Ամերիկայից եմ եկել ու հենց այս կենտրոնի համար են նկարել։ Բայց այնտեղ եմ շատ կենտրոն փորձ գնամ, այնտեղ չի ստացվել, ուղղի որ Աստված չի եղել, Աստծով չեմ փորձել, ամեն ինչ փորձել եմ, առաջ բայց մեկ թողում ենք Աստծուն վերջին։ Էդի եկա լսել եմ այս կենտրոնի մասին, եկել եմ ստեղ, ուրիշ անցնողի ծնողներից եմ էլի լսել, որ ասին որ այդ տղան էլ այնպես ապրել է, բայց եկել է ստեղ կենտրոն Հայաստանում տեղ կա ու ինքը փրկվել է։ Ասի լավ, ես կփորձեմ, եկա, առաջի ամենաճիշտ քայլը էդ էր, գամ առաջինը ստե։ Ես միշտ կարծել եմ կաղոթեմ առավոտ ասված կասի լավ, դու դժվար Գև ջան, ազատագրված գնացիր, բայց այդ ձև չի, էլի դու պետք է քայլեր անես։ Էդի ստեղ եմ սովորել ու եկա այս կենտրոնը, տենց կյանքս փոխվավ, բայց Աստծով։ Ու վստահ եմ դուք էլ եք, էլի։ Մերսի։ Մերսի շատ։ Ու 16 տարի այդ կյանքով ապրել եմ, կախվածություն կլինի այդ կյանքով։ Ու ինչ որ եղել է այդ հետևանքները, սա կախվածությունից է եկել, այդ ձեռք բերածները, տոն բանտարկվել կլինի ինչ որ այա, բայց ինչ որ այնտեղ կլինիկաները չի կարեցի անի 16 տարի էր փորձել եմ, Աստված 70 ստե արեց, էլի իմ համար։ So, փառքի Տիրոջը ձեզ։ Մերսի ես կենտրոնին է շատ, որ իրոք կյանքս փոխես, բայց չմոռանանք մենք է պետք է քայլեր անենք, ու այդ քայլին դուք էլ եկեք, ով որ կախվածություն ունի, պրոբլեմ ունի, եկեք դուք էլ փորձեք, որ Աստծով կարակ։ Տվեք Աստծուն, կարակ։ Մերսի շատ։ Կարճ վկայեմ իմ կյանքից, ես ապրել եմ հանցագործ մտածելակերպով, քրեական անցյալով, կախվածություններով, արդ երկրում դատապարտված էի, ոնց որ Պետրոսին ուզում եմ կարճ ասեմ, սաղ իրար հետ համատեղեմ, որ Աստված ազատ ես բերեց, այդպես էլ ինձ ազատ է բերել, առանց ոչ մի դոկումենտի, առանց ոչ մի բանի, ուզում եմ սաղ փառքը տանք Աստծուն։ Եկա այստեղ ընկեր ունեի, որ ընկերս ինձ առաջնորդեց, ասեց այսպեսի տեղ կա, արդեն այնպես էլ ինձ վիճակը հասել, որ խաղաղությունս կորել է լրիվ։ Ես հիմա եմ հասկանում խերի մեծ բաներ կատարվում, ոչ մեկի չէի ուզում խոսայի, ոչ մեկի, իսկի տունը ծնող ունեմ, որ սկիրա չէի ուզում խոսայի, նայում էի մորս աշկերին, ասում եմ մամ, եթե Աստծուն ուրացել եմ, քեզ ոնց չեմ ուրանա, մերս ընդեղ նստած է, ու ինքը լացում էր։ Իմ ընկերոջ ուղղորդությամբ եկա կենտրոն Փառք Հիսուսին։ Այդ կենտրոնի միջոցով ես կենտրոնում նստած առաջ անգամ Տերը ինձ դիպչել է, այնց դիվանի վրա նստած, այդ սերը, որ զգացել եմ իրա, ու չի կարելի, ուզում եմ սաղին ասել, այս բեմի վրայից քանդենք բոլոր են կամուրջներ են մտածելակերպը, որը որ ապրել ենք, չի կարելի փոխել այս խաղաղության հետ, այս մաքրության հետ։ Մենք ուզում եմ իմ աղբերներին մի հատ կոչ անել, ով որ ապրում է այդ կյանքով, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ անհնարինը մենակ Աստծո համար է հնարավոր, որ ես այդ անհնարիններից մեկն եմ, որ ոչ մեկ չէր կարա պատկերացնել, բայց մեկը կար Հիսուս անունը, որ պատկերացրեց։ Ես շնորհակալություն եմ հայտնում, իմ եղբայրներին կոչ եմ անում, որ մենք առանց Հիսուսի ճիշտ չունենք։ Ու այդ հանցագործ մտածելակերպը, այդ չգիտեմ, փողոց, ամեն բան ունայնությունն ու սուտա, սատանու սուտնա, որ տանում է բոլորից դեպի գերեզման։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել շատ սիրելի եկեղեցուն, մեր վերականողական կենտրոններին, առաջնորդներին, մեր ավակին, թող Աստված օրհնի մեր կենտրոնները, մեր աղբերներին, Հովիվ Խաչիկ ջան, ձեզ շատ օրհնի ձեր ընտանիքը, իմ եկեղեցի Աստված օրհնի եւ զորացնի այս եկեղեցուն, ու մի բան էլ սրտիս եկե ուզում եթե ձեր թույլատրությամբ ասեմ, ում ժողովրդի իմ Հայաստան երկրին եմ ուզում կոչ անել, որ մի լսեք մարդկանց, թե ինչ կխոսան այս եկեղեցու միջոցով, այստեղ տեսնող մարդկանց նայում եք, այստեղ բոլորն էլ այդ ձեր իմացած կյանքում
ինչ որ բաներին ու շատ բաներ իրանցից ներկայացրել, բայց չի կարա չարը չարի դեմ դուրս գա, ոնց որ մենք ենք եղել։ Այս եկեղեցու միջոցով Աստված մեզ փրկել, մեզ մաքրել, սրբել, ու եթե խոսակ այս եկեղեցու դեմ, ես ձեզ խնդրում եմ, որ դες բան չանեք, դուք խոսում եք Աստծո տան դեմ, իմ շատ սիրելի ժողովուրդ։ Աստված օրհնի բոլորիդ։ Բարք Աստծո, հիմա կլսենք Աբոյին։ Բարև ձեզ հարգարժան Աստծո ժողովուրդ ջան, ես Ալբերտ եմ, 36 տարեկան եմ, ապրել եմ Ռուսաստանում երկար ժամանակ եւ երեխա ժամանակ այն հայտնի ֆիլմի ասացվածքի պես «Ուկրալ выпил в тюрьму», ռոմանտիկա, այդպես եմ ապրել ողջ կյանքս 11 տարի կալանավայրերում եւ Հայաստանում եւս մեկ անգամ եղել եմ կալանավայրում, որտեղ հիվանդացա այրան ռակով հիվանդ եմ եղել, որ մեր կալանավայրի ադմինիստրացիան դիմել էր դատարան, որ ինձ ազատեն, քանի որ մի 2-3 օրվա կյանք էր մնացել, բայց փառք Տիրոջը բժշկվել եմ, ազատեցին, եկել եմ տուն, հետո մենք ողջ ընտանիքով ապաշխարել ենք այս դահլիճում, նայելով բեմականացումը, դատաստանի առջև բեմականացումը նայելուց հետո ողջ ընտանիքս հաճախում ենք կյանքի խոսք եկեղեցի Վանաձորում եւ երկար ժամանակ եկեղեցում գտնվելուց մեր հովիվը տեսնելով, որ ես չեմ բժշկվում, կարելի չէ լեովին տրվում աստուն, առաջարկեց բերենք ինձ վերականգնողական կենտրոն։ Ես եկա վերականգնողական կենտրոն, 3 ամիս հետո փառք Տիրոջ ունեցա հանդիպում Աստծուց հետ եւ մի քանի օր հետո գնացինք անալիզ տամ, հերթական անալիզի ժամանակներ, անալիզը տալուց իմացանք, որ լիովին կատարյալ բժշկված եմ։ Հալելույա։ Փառք Հիսուսին, մենք Հովիվ Արմեն ջան, ուզում եմ նույնպես ասեմ, որ կանանց կենտրոն էլ ունենք, ուղղակի այսօր չցանկացա բարձանան, տենց ուղղակի ասեմ, որ ունենք կենտրոն կանանց։ Փառք Հիսուսին, բաներ ասեմ։ Բարև ձեզ Աստծո ժողովուրդ, ես այսօր որոշել եմ չխոսամ, բայց բուզի խոսամ։ Վերականգնողական կենտրոն ոչ գաուտ է, ոչ բանակ է, ես պրոստը գիտեմ իմ բանով, ով գալիս անդ է, ով գաուտից ազատում գինից ընդ է գաուտի պես է, ով բանակից բանակի պես, ոչ գաուտ է, ոչ բանակ է, Աստծո տունն է։ Ինչ որ աշխարհում մարդիկ չեն գտել ընդ է։ Աստված օրհնի սաղն, ես պրոստը ուզում եի երկու բառով ասել մարդկանց ով գնացել է, կիսատաթողը ով չի մնաց Աստծո մեջ, շատ ցավալի է, բայց մեկը, как в той притче, они вернутся к отцу, как блудные дети. Աստված օրհնի, շնորհակալություն Հովիվ ջան։ Ծափարությունները Աստծուն եւ իհարկե շնորհակալություններ են նվիրված սրտերի ծառայողների համար, ամբողջ եկեղեցուն, բոլոր նրանց, ովքեր նաև նվիրատվություններ եւ զոհաբերություններ են անում, որպեսզի եկեղեցին կարողանա այս ծառայությունը իրականացնել։ Գիտեք, մենք 4 կենտրոններ ունենք տարբեր տեղերում եւ եկեղեցին ինքը ֆինանսավորում է, գիտեք, 7 ամիս մեր ռեհաբիլիտանտները այդտեղ այդ կենտրոններում ապրում են, այդտեղ իրանց կյանքը անցնում է, վերականգնվում են, նրանցից շատերը սովորել են Աստվածաշնչյան դպրոցում, ավարտել են, շատերը արդեն եկեղեցու կյանքի մեջ ներգրավված ծառայողական թիմերի մեջ են, ծառայում են Աստծուն։ Մի բան էլ ասեմ, կան նրանց մեջ տղաներ, որոնց այդ խաթարված ընտանեկան ամուսնական կապը վերականգնվել է, կան տղաներ, որ ամուսնացել են եւ իրենց ընտանիքն են կազմել։ Գիտեք, մենակ ազատագրվելը չի։ Աստված, որ օրհնում է, այսպես ամբողջական է օրհնում, էլի։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, ես ինչ կուզենամ, որ մենք միասին իրար հետ անենք, կուզենամ, որ աղոթենք։ Աղոթենք տղաների համար, աղոթենք նաև նրանց համար, ովքեր որ դեռ նոր պետք է իրանց քայլերը կատարեն այս կենտրոններում, որպեսզի Տերը լիարժեք իր գործը անի եւ Հիսուսի անունը փառավորվի եւ մենք ավելի շատ այսպես փոխված կյանքեր ունենանք։ Լավ, բարձեք ձեր ձեռքերը, օրհնենք եւ աղոթենք նրանց։ Երկնային Հայր, մենք գոհանում ենք քեզանից Տեր այն աշխատանքի համար, որ դու կատարում ես Տեր մեր եղբայրների եւ քույրերի կյանքում,
որ դու ազատագրում ես նրանց սատանայի ճիրաններից, որ դու նրանց Տեր փոշու մեջից, Տեր, վերցնում ես խոցոտված, վիրավորված, ծեծված վիճակից, Տեր, բայց դու նրանց վերքերը փաթաթեցիր, Տեր, դու նրանց յուղով օծեցիր, դու նրանց վերականգնեցիր, Տեր, դու թիկնոցը դրեցիր նրանց ուսերին, ասեցիր, իմ որդիներն եք եւ իմ զավակներն եք, եւ Տեր օրհնությունը ուղարկեցիր նրանց կյանքի մեջ, եւ մենք շնորհակալ ենք Տեր այն կարողության եւ զորության համար, որ դու տալիս ես եկեղեցուն ծառայելու, Տեր, հենց այս մարդկանց համար, որ նրանք վերականգնեն ու քո փառքը Հիսուս ավելի ու ավելի երևա նրանց կյանքում։ Ողջ փառքը լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն, ամեն։ Եթե սա կպավ քո սրտին եւ դու կուզենայիր ինքդ էլ մասնակցություն ունենալ այս գործի մեջ, դու կարող ես դառնալ, գիտես, գործընկեր կարող ես դառնալ եկեղեցուն հենց վերականգնողական կենտրոնների համար եւ քո խոստումներով, քո նվիրատվություններով աջակցել, որ մենք կարողանանք եւս մեկ ավել կենտրոն ունենալ եւ ավելի շատ մարդկանց հասնել ամբողջ Հայաստանի տարածքում։